Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է։ Օրվա մի քանի թեմաներ նախ վերնագրերով։ Azerbaycan-Ermenistan barış sürecinde 8 Ağustos'ta Washington'da Թուրքիայի արտգործնախարարը կրկին հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորի, մինչև Երևանը Բաքվի հետ համաձայնության չգա։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներին խնդրում է արագացնել Թրամփի ուղու գործարկումը։ Ընդդիմությունը քաղբանտարկյալների մասին բանաձև է մշակել։ Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության պաշտպանության մասին է։ Իշխանական խմբակցությունը տապալելու է նախաձեռնությունը։ Այնպիսի օրակարգ է, որը չկա Հայաստանում։ Կիրակի վարչապետի այցին ընդառաջ եկեղեցում փոխվել է քահանան։ Ռուսաստանը ուժգնացնում է հարվածները Ուկրաինային, նախագահ Զելենսկին Թուրքիայում է։ Երևանից Բաքու է մեկնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ասել է, որ Բաքուն շահագրգռված է Թրամփի ուղու շուրջ աշխատանքների արագացմամբ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովելու համար։ Երևանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման Էլիսոն Հուքերը հայտարարել էր, որ հայ-ամերիկյան խմբերը սկսել են աշխատել Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու Թրամփի ուղու զարգացման համար։ Երևանը Թրամփի ուղու գործարկումը համարում է ապաշրջափակում, ամենաբարձր մակարդակով հնչում են կանխատեսումներ, որ շատ շուտով Թուրքիան էլ կբացի սահմանը, բայց Անկարան դեռ հնչեցնում է նախապայմանը, նախ պետք է կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ քննարկում են Զանգեզուրի միջանցքի հարցը, երբ դա եւ Հայաստանի սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն եւ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հական Ֆիդանը հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ։ Կրկին բարձր գնահատելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծել է։ Անկարան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ քայլ անելու բացել սահմանը միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Երևանն այդ դեպքում այլևս շահագրգռված չի լինի արձագանքել Բաքվի պահանջներին։ Kardeş Azerbaycan'la müstesna ilişkilerimizi Մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված եւ համերաշխ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերում, ներառյալ Ղարաբաղի վերակառուցումն ու վերածնունդը։ Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ եւ կառուցողական մոտեցումը մեր երկրի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ եւ անկեղծորեն առաջ ենք մղում համատեղ ջանքերը կոնկրետ քայլերի ուղղությամբ։ ilişkilerini normalleştirme konusunda açık ve istekli bir duruş gösteren Ermenistan'la Արտգործնախարարի դիվանագիտական այս ձևակերպումներով ելույթին խորհրդարանի հիմնականում ընդդիմադիր ու քրդամետ կուսակցությունների մի քանի պատգամավորներ արձագանքել են ուղիղ հարցերով։ Ինչ է անում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը բացելու կամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բուրսայից ընտրված պատգամավոր նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ապագա կուսակցության անդամ Ջեմալ Հետին-Թորունը զուգահեռներ է տարել հայ-թուրքական հաշտեցման եւ Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի տևական ջանքերի հետ ընդգծելով երկու հարցերում Անկարան պետք է առաջընթաց արձանագրի։ Հայաստանի հետ հաշտեցումը նաև քայլ է տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ, ասել են մանրամասնելով։ Փակ սահմանի բացումը կընդարձակի Թուրքիայի թե տնտեսական, թե դիվանագիտական հնարավորությունները։ Կարսը, Իգդիրը, Էրզրումը, Արդահանը դրանից առաջինը կշահեն։ Այս նահանգները կարող են փրկվել գործազրկության, աղքատության եւ լճացման տարիներ շարունակվող ճիրաններից միայն սահմանին աշխուժության դեպքում, նկատել է մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր։ Ձախակողմյան ազատություն եւ համերաշխություն խմբակցության անդամ Սարուհանոլունչն էլ կոնկրետ հարց է դրել։ Ինչու Անկարան չի ուզում հաջորդ տարվանից արդեն քայլեր ձեռնարկել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում արկա երկաթգծերը շահագործելու ուղղությամբ։ Kayımın, Batman kayımının meselesi değildir. Այժմ Փաշինյանի կառավարությունը առաջարկում է բացել Մարգարակորնիձոր գիծը, որը կապահովի Թուրքիայից Ադրբեջան ուղիղ ցամաքային փոխադրումներ։ Այս երկաթգծի բացումը կբարձրացնի խաղաղության հանդեպ հավատը եւ կհեշտացնի թուրքական գործարար համայնքի մուտքը Ադրբեջան եւ Հայաստան, ինչը շատ կարեւոր է։ Անտալիայից ընտրված պատգամավորը նաեւ առաջարկել է, որ Թուրքիան վճռական դեր ստանձնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող Թրամփի ուղու շահագործման հարցում։ Մեր համոզմամբ անհրաժեշտ է ստեղծել համակարգող մեխանիզմ եւ շատ
կարևոր է, որ այնտեղ Թուրքիան լինի հիմնադիր անդամ, ասել է նա։ Արդահանից ընտրված ընդդիմադիր Օղգյու Էրդեմինջեսուն գրեթե ողջ ելույթներ այս թեմային նվիրել։ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթուղթը հստակ ասում էր, որ Զանգեզուրի միջանցք է բացվելու։ Հանրությանն էլ բացատրվել էր, որ սա լինելու է ռազմավարական ուղի, խոշոր տնտեսական ու լոգիստիկ հնարավորություններ բացելով Թուրքիայի համար։ Թեև տարիներ են անցել, միջանցքը դեռ չի բացվել, պնդեց նա կոնկրետ հարցնելով. ինչ է լինելու այս միջանցքի հետ, երբ է այն բացվելու, որ փուլում է եւ ով է մեզ ասելու ճշմարտությունը։ Bazı çevrelerin koridoru Trump koridoru ya da Trump route. Այստեղ մեկ այլ հարց էլ կա։ Հայտարարվեց, որ այն կոչվելու է Թրամփի անունով։ Հիմա կբացատրեք, մեր կառավարությունը Թուրքիայի ինքնիշխան շահերն է առաջ տանելու, թե Վաշինգտոնի ակնկալիքները, որովհետև կարևորը ոչ թե դրա անունն է, այլ թե ինչ առավելություններ է այն տալու Թուրքիային։ Başkentte değil, Ankara'da Türkiye Büyük Millet Meclisi'ne belirlenmiş. Ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարը հրապարակավ փաստեց, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի եւ Բաքվի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա, կողմերը բանակցում են։ Թուրքիան միայն նպաստում է այդ բանակցություններին, պնդեց Հական Ֆիդանը։ Kadim bağlara sahip olduğumuz Türk dünyası... Երբ մեզ քննադատում են Զանգեզուրի միջանցքի հարցում, տպավորությունն է, թե դա մի հարց է, որը գտնվում է մեր ինքնիշխանության ներքո։ Ոչ, տարածքը Հայաստանում է, հավակնորդը Ադրբեջանը։ Մենք որպես միջնորդ ենք հանդես գալիս երկու կողմերի համար, քանի որ այդ ճանապարհը նաև մեզ է անհրաժեշտ։ Զանգեզուրի միջանցքը ներկայումս ակտուալ հարց է, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թրամփն այն բարձրացրեց Վաշինգտոնում։ Միջանցքի հարցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել։ Մի շարք հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները։ Ֆիդանը բավական մանրամասն ու հստակ արձագանքեց նաև Հայաստանի սահմանը բացելու հորդորներին, ընդգծելով Անկարան դրան չի գնա, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել։ Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի սահմանադրության հարցը դուրս են մնացել Վաշինգտոնյան փաստաթղթերից։ Երբ դրանք լուծվեն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատվի, մենք էլ մեր քայլը կանենք, հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Türkiye'nin başından itibaren Մենք սա անում ենք հետևյալ պատճառով։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը եւ տնտեսության վերականգնումը կարևոր են Հայաստանի համար։ Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք Հայաստանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենահիմնավոր շարժառիթից։ Դա կարող է բերել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ինչը մենք չենք ուզում։ seviyesine ulaşan ilişkilerimizde Միաժամանակ Ֆիդանը պնդեց, թե այս ընթացքում Անկարան սեփական տարածքում նախապատրաստական ու տեխնիկական աշխատանքներն արդեն արել է եւ գործնականում պատրաստ է սահմանի բացմանը, երբ հայ-ադրբեջանական խնդիրները լուծվեն։ Թրամփի ուղուն Թբիլիսիում անդրադարձել է նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի պաշտոնակից Միխայել Կավելաշվիլիի հետ հանդիպմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցման ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում TRIP նախագծի միջոցով հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ, տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի, նպաստելով նաեւ տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին եւս հնարավորություն կձեռնի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի կարճ երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ։ Այլ թեմաներ մի քանի ժամեր անցել ինչ ազատ էին արձակվել Գյումրիի դեպքերով 3 կալանավորվածները, երբ հայտնի դարձավ, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը։ 4 տասնյակից ավելի ցուցարարներ են ճաղերի հետևում։ Հավաքվելով Գյումրիի քաղաքապետարանի առջև նրանք փորձում էին թույլ չտալ տանել Վարդան Ղուկասյանին։ Ինքը քաղաքապետը կալանքից հետո առաջին անգամ տեսախցիկների առջև է հայտնվել դատարանում։ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող 3 հոգու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թորան Նարեկ Ղուկասյանին, մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին եւ Գյումրիի Կոմկուս խմբակցության արդեն նախկին անդամ Տիգրան Ավագյանին կալանքից ազատելու որոշումները, թե ինչու համաձայն չեն վերաքննիչի որոշման հետ գլխավոր դատախազությունից այսօր չհաջողվեց պարզել։ Անչափահաս Նարեկ Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանն ու Տիգրան Ավագյանը երեկուշ երեկոյան դուրս եկան Արթիկի բանտից։
Վերաքննիչ դատարաններ բավարարել, փաստաբանների բողոքը վերացրել, կալանքն ու նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրել, զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը։ Իսկ վարույթը նախաձեռնվեց հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանները փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, դրսում ոստիկանների ու նրա կողմնակիցների միջև բախում եղավ։ Փաստաբաններն ահազանգում են, որ նրանց մեծ մասը կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ընդ որում Ռուբեն Մխիթարյանի փաստաբանը նաև տեսանյութերը վկայակոչելով հայտարարում էր, որ իր պաշտպանյալը տեղում բացառապես փորձել է փաստաբանի իր գործառույթներն իրականացնել։ Բացառապես որևիցե փաստական տվյալ վստահորեն կարող եմ նշել 0 ապացույցի տվյալներում կալանավորվեց մեր գործընկեր փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ավելին, օրեր շարունակ Ռուբեն Մխիթարյանին վերաբերելի այլ տեսագրություններ էին սոցիալական կայքերում շրջանառվում, որտեղ պատկերված էին Ռուբենի գործողությունները։ Ակնհայտ տեսանելի էր, որոնք բացառապես հանդարտեցնող եւ կանխարգելող բնույթի էին եւ բացառապես որևէ հանցավոր տարեր իրենց մեջ չէին պարունակում, այլ արտահայտում էին ակնհայտ փաստաբանական մասնագիտական գործունեությունից բխող արարքներ։ Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացնում է, որ վաղը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննելու է իրենց հատուկ վերանայման բողոքը կապված Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հետ։ Նրա պահանջն է ազատել կալանքից եւ ես այս դատարանին եւ նաեւ պարոն Ղուկասյանը ներկայացրել ենք բացատրություններ 21 էջից բաղկացած, այդ թվում նաեւ ապացույցներ կապված կալանքի պայմանների եւ պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ։ Կաշառքի մեղադրանքով արդեն 1 ամիս բանտում գտնվող Ղուկասյանը 3 հակակոռուպցիոն դատարանում էր, նա արդեն մի քանի տարի է մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման մեղադրանքով։ Ամբաստանյալի աթոռին են նաև որդին ու եղբայրը։ Դատարան էին եկել նաև Ղուկասյանի աջակիցները։ Վարդան Ղուկասյանը որդու Սպարտակի կողքին էր նստած, դահլիճում հայացքով փնտրում էր, թե ովքեր են եկել, հիշեց անգամ Բրեժնևին։ Բրեժնևն եկավ գնաց, Սադամ Հուսեյնը գնաց, ինձ որ անցողի կյանք մնում են իբաչ, այն վերև։ Այս դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է, կասեցված լիազորություններով Գյումրիի քաղաքապետը կտրականապես հերքում է իրեն վերագրվող կոռուպցիոն մեղադրանքը, թեև քննչականը հակառակը, հայտարարում է, որ հիմնավոր ապացույցներ ունի։ Մարտին քաղաքապետի պաշտոնում ընտրված Ղուկասյանը աջակիցներին հորդորեց չկոտրվել։ Ես գավեր իրար հետ պայքարել մինչև կոտրվել չկա, բան չկա, մենք կոտրող ենք, չենք կոտրվում, պապաջան, Խորհրդարանական ընդդիմությունն էլ շրջանառության մեջ է դրել քաղ բանտարկյալների մասին բանաձև, նշելով Սամվել Կարապետյանի բարձրաստիճան հոգևորականների անունները։ Առանց քաղաքացիական պայմանագրի ձայների այն չի ընդունվի, իսկ իշխանական խմբակցությունում չեն թաքցնում, որ տապալելու են այս նախաձեռնությունը։ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պնդում են խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունները եւ առաջարկում, որ ազգային ժողովը հայտարարության նախագիծ ընդունի։ Մոտ 2 էջանոց փաստաթղթում, որ հաջորդ շաբաթ կներկայացվի նույն օրակարգով հրավիրված խորհրդարանական լսումներին, նշվում է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը։ Խոսքը սահմանափակ թվով անձանց իրավունքների պաշտպանության մասին չէ։ Խոսքը խոշոր հաշվով Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության պաշտպանության մասին է, որովհետեւ այսպես պիտի լինի, որքան շատանում են խոսքի ազատության պատճառով
կալանավորումները, հետապնդումները այնքան մոտենում է մեզնից յուրաքանչյուրի հերթ։ Նախագիծը հեղինակած Հայաստան խմբակցության падգամավորի պնդմամբ ճաղերի հետևում գտնվող մի շարք հասարակական քաղաքական գործիչներ ԵԽԽՎ սահմանած բանաձևով քաղբանտարկյալներ են։ Շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծում մոտ 13 տարի առաջ ընդունված այդ բանաձևով սահմանված չափանիշներին են հղումանում ընդդիմադիրները եւ պնդում Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այդ չափանիշներից մեկով անձը քաղբանտարկյալ է, եթե նրան ազատությունից զրկել են բացառապես քաղաքական դրդապատճառով, այլ անձանց հետ համեմատած խտրականորեն եւ ակնհայտ անարդար ընթացակարգերով։ Հիմա Հայաստանում կալանքի տակ գտնվող կամ դատաքննության փուլում գտնվող դերևս վճիռը չկայացրած դեպքերում մենք ճիշտ այդպիսի դեպքեր ունենք։ Մենք ունենք դեպք, երբ որ անձը օրինակ Փաստաբան Կոչուբաևը կլինի կամ Գյումրու համայնքապետը կլինի, ընտրված համայնքապետը իրեն առանց ծանուցման բերման ենթարկելու համար կիրառվել է աննախադեպ քանակի ուժեր, ներխուժել է նաև համայնքապետարան, մենք նույն դեպքը ականատես ենք եղել նաև Միքայել Սրբազանի դեպքում, երբ գրոհվել է անգամ վեհարանը։ Որ հոդվածով են կարող։ Խուլիգանության երկրորդ։ Հա, խուլիգանության երկրորդ։ Ընդդիմադիր падգամավորը հիշեցնում է նաև անցած շաբաթ տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ վաղ առավոտյան դիմակավորված ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտան իշխանականներին քննադատող Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ եւ ձերբակալեցին նրանց։ Ընդդիմադիր փոդքասթերներին կալանավորել են 2 ամսով, նրանք մեղադրվում են խուլիգանության համար։ Իշխող ուժի ներկայացուցիչները, օրինակ Արտուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը ավելի մեղմ, թե ավելի սուր բառապաշար են օգտագործել։ Եթե այստեղ կա հանցակազմ, այս բոլորի նշած անձանց դեպքում չկա այդ նույն հանցակազմը, այսինքն այս բոլոր դրվագներով մենք տեսնում ենք տարբերակված մոտեցումները։ Բոլոր այն մարդկանց, որոնք նրանք անվանում են քաղբանտարկյալներ, բոլոր այդ մարդիկ կոնկրետ հոդվածներով հարցաքննվում են կամ կալանավորված են կամ դատական process-ով են անցնում, ինչպես կարելի է մարդուն, որը որ օրինակ, քաղբանտարկյալ են անվանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ մարդու դեպքում կա դատական օրինական դատարանի միջոցով արված ձայնագրություն, օրինական, որով ինքը այդ կաշառքը պահանջում է։ Հիմա թողնել իրեն ազատ, ասել լավ ինքը քաղաքական այլ հայացքներ ունի, ընդդիմություն է, թողենք հանկարծ մեր չասեն, հա, բանը ռեպրեսիա է։ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը աներկբա պնդում է. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Իշխանական падգամավորը եւս իր պնդումը հիմնավորում է հղում անելով քաղբանտարկյալի չափանիշները սահմանող նույն ԵԽԽՎ բանաձևին։ Օրինակ քաղբանտարկյալ են այն մարդիկ, որոնք օրինակ դատապարտվում են այնպիսի հոդվածներով, ունենալով այլ քաղաքական հայացքներ, որին մեղսագրվող արարքները չեն գործել, կամ դատապարտվում են այն ժամկետներով, որը որ ավելի է, քան նախատեսված է իրենց արարքի համար։ Եթե իրենք հղում են անում ԵԽԽՎ-ին ու ասում են, տեսեք ԵԽԽՎ-ն չի արձանագրել, ուրեմն Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ուրեմն իրենք նաև սուտ էին խոսում, որ 2018-ից առաջ կան եղել են քաղբանտարկյալներ, եղել են մարդու իրավունքների խախտումներ, եղել է ազատ խոսքի սահմանափակում։ Մենք ասում ենք, որ խնդիրներ եղել են եւ եղել են դրվագներ, որոնք իսկապես խնդրահարույց են եղել եւ դրանք պետք է հաղթահարել, լուծել եւ գնալ ավելի առաջ եւ բացառել դրանց կրկնությունը։ Հայտարարության նախագծով ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումները, ակնկալելով նաև գնահատականներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կարծիքով նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնող կառույցները այժմ լուռ են։ Նախագիծը խորհրդարանական լսումներից հետո կքննարկվի նաև խորհրդարանի իրավասու հանձնաժողովում, բայց մինչ այդ արդեն իշխանական Հասմիկ Հակոբյանը հայտարարեց քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկելու։ Առանց ՔՊ-ի աջակցության նախագիծը լիագումար նիստի օրակարգ չի մտնի։ Լրատվական կենտրոնն է եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում։ Թվարկման երկրորդ հատվածում դիտեք։ Կիրակի վարչապետի այցին ընդառաջ եկեղեցում փոխվել է քահանան։ Ռուսաստանը ուժգնացնում է հարվածները Ուկրաինային, նախագահ Զելենսկին Թուրքիայում է։
Եկեղեցու շուրջ զարգացումների մասին կաթողիկոսին պաշտոնանկ անելու արշավը վարչապետը համատեղում է կիրակնօրյա պատարագների հետ, որպես կանոն իշխանության համախոհ հոգևորականների մատուցմամբ։ Առաջիկա կիրակի էլ Փաշինյանը ծրագրել է պատարագի մասնակցել, ընտրել է եկեղեցին, բայց հոգևորականը արձակուրդ է գնացել։ Առաջիկա կիրակի օրը, նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագի։ Վարչապետ Փաշինյանի այցից 3 օր առաջ Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա են ուղարկել Տեր Երվանդ Բաբայանին։ Գյուղի քահանան Տեր Հարությունն այսօրվանից արձակուրդում է։ Ազատությանը պատմեց եկեղեցու մոմավաճառ Տիկին Լուսիկը։ Այսօր իմացանք, որ Տեր Երևանն է գալու, ես էլ իրան չեմ էլ տեսել։ Այսօր է իմացել, որ Տեր Հարությունը գնացել է, Տեր Երվանդին էլ այսօր էին սպասում։ Մենք էլ մի քանի ժամ սպասեցինք ու այդպես էլ չեկավ։ Ուր էլ գնա, ինքը մեր Տեր Հարությունն է։ Ուր էլ գնա, մենք իրան շատ սիրում ենք, ինքը շատ լավ անձնավորություն է, շատ դրական կողմեր ունի։ Տեր Հարությունին գյուղում լավ են ընդունում, սիրում են, ասաց Լուսիկ Մանուկյանը, թե ինչու է իշխանականների այցից առաջ արձակուրդ գնացել, հստակ չգիտի, ենթադրում է անձնական պատճառներով։ Ինքը պուջուր բալիկի է սպասում, թող Աստված նրան օրհնի իր բալիկի հետ։ Նոր քահանային Արարատ գյուղ են ուղարկել Մասյացոտնի թեմից։ Թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը միակն է, որ հոգևոր ժողովում դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույց անելուն։ Տեր Երվանդն է ցանկացել Փաշինյանի այցի օրը խորան բարձրանալ, թե Սուրբ Հակոբի քահանան է հրաժարվել այդ պատարագը մատուցել։ Ինչով են բացատրում այս փոփոխությունը հոգևորականների դեմ արշավ սկսած Փաշինյանի այցից 3 օր առաջ։ Ոչ քահանաներից, ոչ էլ թեմի առաջնորդից պարզել չհաջողվեց։ Մեր զանգերին չպատասխանեցին։ Երկրի վիճակը սենց, ընկել են եկեղեցիների հետևը, ինչ կա եկեղեցում։ Եկեղեցում միայն սրբություն է, մարդիկ գալիս են օրհնվում գնում։ Այդքան բան։ Տիկին Լուսիկը Տեր Երվանդին էլ է սիրով սպասում, կիրակի էլ այստեղ է լինելու։ Ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է պատարագի մասնակցել, աղոթք լսել, բայց ինչ է ուզում եկեղեցուց ու կաթողիկոսից, զարմանում է Տիկին Լուսիկը։ Երկրի խաղաղ, անխաղաղ վիճակն է կարևոր, ոչ թե եկեղեցու կաթողիկոսի հանելը։ Եկեղեցու կաթողիկոսի դեմ պայքարին Լուսիկ Մանուկյանը դեմ է, չի հասկանում, ինչու է իշխանությունը ընկել հոգևորականների հետևից, երբ երկրում հազար ցավ կա։ Մեկն էլ իրենց տուն է հասել, 44-օրյա պատերազմում Լուսիկ Մանուկյանի թոռն է անհետ կորել։ Ցավը անտանելի ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանում։ Ես եկել եմ իմ թոռնիկը կորելուց հետո եմ մտել եկեղեցի, որ աղոթեմ Աստծուն մենակ, որ ինքը գոնե ինքը եւ ճիշտը դա է, որ մենակ դրա իրանից եմ խնդրում իմ բալեն տուն վերադառնա։ Փաշինյանի այցի մասին էլ եկեղեցու մարզպետարանի աշխատակիցներից են լսել, ասաց այսօր եկել տեղեկացրել են, որ կիրակի բարձրաստիճան հյուրեր ունեն։ Նայեցին, շրջեցին, նկարեցին։ Ով ուզում է գա, պատարակա մենք այդ մեր պարտատարակը անում ենք։ Վարչապետին գյուղամիջում նարդի խաղացող այս տղամարդիկ են սպասում։ Պատարագին կգնան, որ Նիկոլ Փաշինյանին տեսնեն ու նրա ձեռքը սեղմեն։ Անպայման անշուշտ, ու ես Նիկոլի ձեռքը պետք է սեղմեմ։ Եթե որտեվ ինքը լավն է, իմ համար լավն է ինքը։ Եկեղեցի իշխանություն վեճով հետաքրքրված մտահոգված չեն, կարևորն ասում են, իրենց հարցը լուծվել է, խաղողը ժամանակին մթերում են։ Այ քուրջան, մենք այդ քաղաքականությունից հեռու ենք, մեզ պետք է իշխանությունը լինի, եկեղեցի լինի, այն լինի, որ ժողովուրդը լավ ապրեն, պատերազմ չլինի, պրծավ գնաց։ Կարևորը կառավարությունը լավ լինի, ժողովուրդին նայի պրծնի դա։ Կառավարությունը լավ է։ Իմ համար շատ լավ է։ Ինչով է։ Ամեն ինչով։ Ամեն ինչով լավ է, խաղողը տանում հանձնում եմ 15-20 օր հետո փողը ստանում եմ։ Այն է անում, բայց այդ վաղ հանձնում եք ամիսներով բիզնեսը ծառած նայում ենք։ Եղեցին կամքով Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ անցած կիրակի էլ Վայոց ձորի Խաչիկ գյուղի եկեղեցում էր։ Պատարագին ներկա էր նաև թեմի առաջնորդը Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը մատուցել է Հովանես Քահանա Մաթևոսյանը։ Կաթողիկոսի անունը չի հիշատակել, սա եկեղեցու կանոնների խախտում է։ Արդյոք այս քահանային էլ կարգալույց կանեն, ինչպես Փաշինյանին միացած Տեր Արամին, որ Հովանավանքի քահանան էր։ Մայրաթորից հստակ դեռ արձագանք չկա։ Քահանայի բացատրություններից հետո թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումներն ու կներկայացնի հարկ եղած լուսաբանումները։ Ազատությանը փոխանցեց Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Փաշինյանի մասնակցության պատարագին թեմակալ առաջնորդի ներկայությունը էջմիածնում նորմալ են համարում։
Եկեղեցուց չհեռանալով կառավարող քաղաքացիական պայմանագրի Civic կայքի լրագրողը Բագրատ Սրբազանի ցույցերի օրերին պնդել էր, որ հոգևորականը կապ ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, ֆինանսավորվում է Կրեմլից, թեև նա դատարանում փաստեր չի ներկայացրել, բայց շահել է գործը։ Դուք թույլ եք տալիս, որպեսզի այդ մարդիկ, ովքեր միլիոնավոր դոլարներ են ստանում Կրեմլից, ձեզ օգտագործեն, թե ոչ։ Շատ հստակ է, չէ, ապացույցներ կան այդ ամեն ինչի հետ կապված։ Իշխանական Civic կայքի նախկին լրագրող, այժմ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը դատարանում այդպես էլ չապացուցեց իր պնդումը, թե Բագրատ arczepiskopos Գալստանյանն իսկապես KGB գործակալ է ու իրոք Կրեմլից է ֆինանսավորվել։ Սրբազանի փաստաբանի խոսքով չապացուցեց, փոխարենը հայտարարեց, թե դրանք իր դատողություններն էին։ Որոշակի փաստաթղթեր ապացույց վերնագրով ներկայացվել են, այո, որոնք մեր պատկերացմամբ այդ փաստերը հաստատող մեղմ ասած չեն։ Այսինքն կարելի է մարդուն որպես ցանկացած այսպես պիտակ կպցնել, հետո ասել դե ես այդպես էի կարծում։ Դա կարծիքի հարց չի, դա փաստի հարց։ Առաջին ատյանի դատարանն օրերս հիմք ընդունելով Դավիթ Լևոնյանի բերած փաստարկները եզրակացրել է, նա ընդհանրապես ներկայացրել է իր անհանգստությունը քաղաքական կամ հասարակական թեմայի վերաբերյալ։ Հիմա էլ արդեն միլիոնավոր դոլարներ են ստանում Կրեմլից, ինչի համար, որպեսզի պատերազմ հրահրեն հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ թե ինչու, պատասխանը նախորդ տեսանյութում ես ասել եմ, որպեսզի հապկ զորքեր տեղակայվեն այնտեղ ու եթե պետք լինի Տավուշը արժանացնեն Արցախի ճակատագրին, հանձնեն։ Բագրատ Սրբազանի ու KGB-ի կապը ով է նա ու ինչի է ցանկանում հասնել։ 1.5 տարի առաջ քաղաքացիական պայմանագրի կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն ավելի քան 8 րոպեանոց տեսանյութով փորձել էր այս հարցի պատասխանը տալ։ Ասում է ոչինչ, որ այդ գյուղերը ադրբեջանական են ու այնտեղ հայ չի ապրում։ Մենք պետք է կռվենք, պետք լինի կզոհվենք, կնահատակվենք, բայց չպետք է այդտեղ սահմանազատում, սահմանագծում իրականացվի, չպետք է անվտանգ գոտի լինի դա։ Հիմա հարց, արդյոք սա ռուսական KGB-ի գործակալ չէ Հայաստանում, որովհետև Ռուսաստանին չի ձեռնտու, որպեսզի սահմանազատում, սահմանագծում իրականացվի։ Լևոնյանը հայտարարել էր, թե Բագրատ Սրբազանը, որ անցած տարի փողոցային ակցիաներով պահանջում էր վարչապետի հրաժարականը, զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, հարց բարձրացրել, արդյոք KGB-ի գործակալ չէ։ Հիմա Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ փոխանցվում են Հայաստան այդ գործակալական ցանցերի համար։ Ու իզուր չէ, որ Տավուշում փոխանակման կետերում գումարի մոտավորապես 72% գործարքների կատարվել է ռուբլով։ Դատարանը եզրահանգել է, որ Դավիթ Լևոնյանը չապացուցված այս պնդումներով նպատակ չի ունեցել արատավորել Գալստանյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ ներկայացրել է իր բացասական կարծիքը, քննադատությունը arczepiskoposի գործողությունների վերաբերյալ։ Բանտում գտնվող հոգևորականի փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով դատարանն անկողմնակալ չէր, ընդ որում դեռ ամռանը պետք է հրապարակեր իր որոշումը, բայց այն հետաձգել էր Բագրատ Գալստանյանի ու նրա համախոհների ահաբեկչության փորձի քրեական գործից հետո։ Այս որոշումը դժվար է դիտել որպես անկողմնակալ դատարանի կողմից կայացված որոշում, եւ մենք գործ ունենք ընդհանրապես առաջի ատյանի դատական ակտի հետ, պարտադիր դա բողոքարկվելու է եւ մեր դիրքորոշումները մնում են նույնը, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա, այստեղ կա հստակ նպատակ անձի պատիվը արժանապատվությունը նսեմացնելու եւ հասարակության մեջ ինչ որ գաղափարներ ներմուծելու, որը ոչ քաղաքական նպատակ է։ Դատարանը դրա հետ չի համաձայնվել եւ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության վիճակից ելնելով կարելի ասել շատ զարմանալի չի։ Այժմ վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող նախկին լրագրողը չցանկացավ անդրադառնալ այս գործին, ասաց միայն, որ իր դիրքորոշումը հայտնել է դատարանում։ Իսկ դատարանում նա պնդել էր միայն, որ զրպարտելու ու վիրավորելու միտում չի ունեցել, ընդհանրապես արտահայտել է իր գնահատողական մոտեցումները, իսկ դրանց համար հաշվի առել ստեղծված վիճակը, ընդգծել, թե տեսան, որ Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցել են եւ երկրորդ եւ երրորդ նախագահները եւ Ռուսաստանի Դաշնությունից մի շարք մարդիկ։ Օրինակ է բերել որոշ ռուսաստանաբնակ հայերի Արշակ Կարապետյանին, Միհրան Պողոսյանին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ընդգծել, թե Ռուսաստանից այստեղ նույնիսկ կուսակցություններ են բացում, քաղաքական աջակցություններ են հայտնում։ Նաև ասել էր, մինչ օրս չի տեսել փաստաթուղթ, որում երևում է, թե որտեղից են գալիս իր նշած այդ գումարները։ Սա հստակ երկակի ստանդարտների հարց է։ Փաստաբան Մելիքյանը երկակի ստանդարտների օրինակներ է բերում։ Նույն իրավապահները ոչ թե քաղաքացիական, այլ քրեական պատասխանատվության են փորձում
ենթարկել արցախցի իրավապաշտպան Ղարիբ Բաբայանին, որը քննադատել էր ոստիկանությանը, երբ մի խումբ տղամարդիկ հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան Ղարաբաղ» են երգում ու զվարճանում, իսկ ոստիկանությունն էլ ոչինչ չէր ձեռնարկել։ Մեկ այլ օրինակ էլ իրավապահների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար մեղադրյալի աթոռին է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Երրորդ օրինակը ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, որ դատվում է դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Վեդիի ավականու այսօրվա նիստը թեժ է ընթացել, տեղացիների ու բնապահպանների ներկայությամբ ավականին քննարկում էր Կարմիր Սարի տարածքում հանքարդյունահանման թույլտվության հարցը։ Չնայած դժգոհությանը տեղական իշխանությունը կանաչ լույս է տվել, որ սկսվեն ուսումնասիրություններ։ Ոստիկաններն այսօր շրջափակել էին Վեդիի համայնքապետարանի մուտքը, արգելելով բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին մասնակցել համայնքի տարածքում կրաքարի հանք բացելու հանրային քննարկմանը։ Պատճառաբանում էին, թե նախապես չեն գրանցվել։ Ոստիկանության ծառայողներն առավոտյան արգելում էին նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մուտքը։ Ավելի ուշ սակայն ստիպված էին պատգամավորին ներս թողնել։ Տևական պայքարից հետո քաղաքացիներին եւս հաջողվեց մտնել նիստերի դահլիճ ու մասնակցել քննարկմանը։ Օրդ գրուպ ընկերությունը ցեմենտի հումք հանդիսացող կրաքարի հանքավայրը նախատեսում է Կարմիր Սար կոչվող տարածքում բացել, գյուղատնտեսական հողերից ոչ հեռու։ Մի քանի 100 աշխատատեղ են խոստանում, վստահեցնում, թե շրջակա միջավայրին հանքը նվազագույն վնաս է հասցնելու։ Տարածքի հարևանությամբ են գտնվում Այգեզարդ եւ Գինևետ բնակավայրերը, որոնց բնակիչներից շատերը հենց հանրային քննարկումների ընթացքում դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։ Վեդիի ԿՊԱ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանն այսօր հանքը շահագործելու օգտին էր խոսում, հայտարարում, թե դրա գործարկմամբ համայնքային բյուջե տարեկան 100 եւ ավելի միլիոն դրամ է մտնելու։ Ըստ Սարգսյանի, տարածքը շահագործել պատրաստվող ընկերությունը պարտավորվել է հանքարդյունահանումը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացնել։ Մարդիկ եկել են Երևանից կամ եկել են ուրիշ տեղերից, ասում են, «Այ այդ փոշին բաներ, բասեր, բաներ, մենք ալով ենք ուզում ենք այս բացություն անշուշտ չեմ»։ Իմ այդ ձեռները կտրեմ, ես բարձրավի կողքը չեմ կայանում։ Սարգսյանը պնդում էր, թե կրաքարի հանքը փակ ֆիլտրացված համակարգով է գործելու։ Համայնքապետի համոզմամբ նոր հանքավայրը օրինակ է ծառայելու շատ հանքարդյունաբերական ընկերությունների համար։ Այս նոր տեխնոլոգիաները մտնեն, լիքը տենց հանքարդյունահանողներ, լիքը տենց ցեմենտի գործարան աշխատացնողներ ստիպված կլինեն ընկերությունները կպարտավորեն, ասի գնացեք հացանքով աշխատեք, ոնց է դեն մարդիկ վերեդրելուք են ներդրում արեք, այս փոշի շուչ է։ Մինչդեռ բնապահպանները, տեղացիները մեծ ռիսկեր են տեսնում հանքի շահագործման դեպքում մի տարածքում, որի անմիջապես հարևանությամբ գյուղատնտեսական հողեր են։ Անմիջապես սահմանագից լինելով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին հնարավոր չէ, որ զերո ազդեցություն ունենա։ Ամեն դեպքում այսօր կարծես թե նման պնդումներ կային ավականու նիստի ժամանակ, որ այդ գործունեությունը զերո ազդեցություն է ունենալու, ընդհանրապես նման բան գոյություն չունի ամբողջ աշխարհում, բոլորն էլ գիտեն, որ ցանկացած հանքարդյունաբերություն ազդեցություն ունենում է։ Չնայած բնապահպանների մտահոգություններին, Վեդիի ավականին այսօր համաձայնություն տվեց, որ Օրդ գրուպ ընկերությունը Կարմիր Սար կոչվող տարածքում հանքարդյունահանում սկսելու համար դիմի շրջակա միջավայրի նախարարությանը, ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության իրավունք։ Սա վրդովվեցրեց հանրային քննարկմանը ներկա քաղաքացիներին։ Նախորդ փորձն ի դեպ ընկերության համար հաջող չէր անցել։ Նախարարության ՇՄԱԿ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություններ տվել ընկերության ներկայացրած հայտին։ Շրջակա միջավայրի նախարարությունը արդեն անցյալ տարի տվել էր իր բացասական եզրակացությունը նույն նախագծին, պատճառաբանելով տվյալ տարածքում էնդեմիկ բուսատեսակների առկայությունը, ինչպես նաև Կարմիր Սարին հարակից Այգեզարդ գյուղի գրեթե ամբողջ բնակչության ստորագրահավաքը ուղղված եւ շրջակա միջավայրի նախարարությանը եւ կառավարությանը։ Կրաքարի հանքը կշահագործվի թե ոչ, կորոշվի արդեն շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությունից հետո։
Միջազգային լրահոսից Ռուսաստանը գիշերը ծանր հարվածներ է հասցրել Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքին։ 25 մարդ է զոհվել, նախագահ Զելենսկին Թուրքիայում է հանդիպելու Ռեջեփ Էրդողանի հետ։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլ քաղաքին։ Կա 25 զոհ, որից 3-ը երեխաներ, 70-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում 15 երեխա։ Հարվածել են նաև Լվովին, որտեղ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ։ Որդիս դեռ բնակարանում է 9-րդ հարկում, նրա հետ խոսել եմ պայթյուններից առաջ, ասաց մայրիկ ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացիր, դրանից հետո զանգահարեցի նրան, բայց չկարողացա կապվել, ոչինչ չգիտեմ։ Սահմանին մոտ այս քաղաքներին հարվածներից հետո Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել։ Ռուսական զինուժը հարվածել է նաև Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին, վիրավորվել է 30-ից ավելի մարդ, այդ թվում 2 երեխա։ Պայթյունի ալիքն ինձ շպրտեց միջանցքի խորքը, ընկա կոտրված ապակիների վրա, ապա վեր կացա եւ սկսեցի փնտրել հարազատներիս, համոզվելու, որ апահով են, դրսում մեքենաներ էին այրվում։ Пожежа, загорілись всі машини, які близько 24-ї години. Կեսգիշերին մոտ թշնամին գերան 2 անօդաչուներով մոտ 10 հարված է հասցրել Խարկովի կենտրոնական թաղամասերին, հարվածների տակ են հայտնվել բնակելի թաղամասեր։ Безпосередньо житлові будинки. Ուկրաինական զինուժն իր հերթին հայտարարել է, որ ATACMS հրթիռներով հարվածել է Վորոնեժում ռազմական թիրախների։ Ռուսական կողմը սակայն պնդել է, որ խոցել է այդ հրթիռները։ Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, վերսկսելու պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները, որոնց Մոսկվան չի մասնակցում։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Հաղորդվում էր, որ Զելենսկին եւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Թուրքիայում կհանդիպեն նաև Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հետ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ հանդիպումը չեղարկվել է։ Երմակը սակայն հայտնել է, որ մշտապես կապի մեջ է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների եւ Ուիտքոֆի հետ, իսկ բոլոր հանդիպումները տեղի են ունենում ըստ նախատեսվածի։ Ամերիկյան Աքսոսը հաղորդում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետանոց նոր ծրագիր է մշակում։ Այն անդրադառնում է խաղաղությանը, անվտանգության երաշխիքներին, Եվրոպայում անվտանգությանն ու ապագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին։ Սակայն հասկանալի չէ, թե ինչ է առաջարկվում Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների մասով։ Ծրագրի մշակումը ղեկավարում է Սթիվ Ուիտքոֆը, որն ակտիվ աշխատում է Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դիմիտրիևի հետ։ Վերջինս ասել է, որ այս ծրագիրը հաշվի է առնում Ռուսաստանի դիրքորոշումը։ Ըստ Աքսիոսի, Ուիտքոֆն այս շաբաթ ծրագիրը քննարկել է նաև ուկրաինական կողմի հետ։ Այն նաև ներկայացվել է Եվրոպային։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Ռոյտերզին ասել է, որ Կիևն ազդակներ է ստացել ԱՄՆ-ի առաջարկների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնը քննարկել է Մոսկվայի հետ։ Կիևը սակայն չի մասնակցել առաջարկների պատրաստմանը, նշել է աղբյուրը։ Կրեմլի խոսնակն անդրադառնալով նոր ծրագրի մասին լուրին ասել է, որ ոչ մի նոր բան չկա։ Нет, пока в данном случае никаких новаций нет. Ոչ, այս պահին այս հարցում որևէ նորություն չկա, որը կարելի է ձեզ հաղորդել։ Քննարկումներ եղել են Անկորիջում եւ այնտեղ քննարկվածին ավելացնելու որևէ նոր բան չկա։ Дополнение к тому, что обсуждалось в Анкоридже, пока никаких новаций. Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ փաստահավաք առաքելությամբ Կիև է ժամանել ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների կքննարկեն պատերազմը դադարեցնելու ուղիները, մարտադաշտում իրավիճակը եւ Ուկրաինայում զենքի արտադրությունը։ Զելենսկին պատվիրակությունը կընդունի վաղը։ Մինչ ԱՄՆ-ն փորձում է դադարեցնել պատերազմը, Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամ է հասունանում։ Խորհրդարանը երկրորդ փորձից է այսօր կարողացել հաստատել էներգետիկայի եւ արդարադատության նախարարների հրաժարականը, որոնք ներկայացվել էին էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալից հետո։ Шановні колеги, Ընդդիմությունը, որը երեք արգելափակել էր խորհրդարանի ամբիոնը եւ թույլ չէր տվել, որ այս հարցով քվեարկություն լինի, պահանջում է պաշտոնան կանել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին եւ ողջ կառավարությանը։ Ուկրաինան մտահոգված 2026-ի բյուջեի պակասուրդով Եվրոպային կոչ է արել քաղաքական որոշում կայացնել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Կիևին 163 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու համար։ Հարց, որի շուրջ որոշումը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 18-ը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան ասել է, որ սա վերջին հնարավորությունն է։ If Europe wants Ukraine to survive. Սրան այլընտրանք չկա, եթե Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինան գոյատևի, իսկ Եվրոպան անվտանգ մնա, ապա այս ակտիվները պետք է օգտագործվեն։ Եվ իրականում անհրաժեշտ մասշտաբի ֆինանսավորման իրատեսական այլ աղբյուր չկա։ EU taxpayers to pay for what Russia is doing.
Սլովակիայի վարչապետն ասել է, որ քննարկում է Եվրամիությանը դատի տալու հնարավորությունը Ուկրաինայում պատերազմի հետևանքով 2028 թվականից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համար։ Սլովակիան եւ Հունգարիան քննադատել են Եվրամիությանը ռուսական էներգիայից փուլ առ փուլ հրաժարվելու որոշումը, քանի որ մեծացպես կախված են Մոսկվայի գազի եւ նավթի մատակարարումներից։ Լիբանանի հարավում պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։ Իսրայելը պնդում է, որ հարվածել է Համասի անդամներին, որոնք թաքնվում էին ճամբարում։ Հարվածի պահը սարսափելի էր, մի պահ, որը չես կարող նկարագրել։ Մենք բոլորս նստած էինք այնտեղ եւ հանկարծ այն հարվածեց, փոշի, ապակի, քարեր, ամեն ինչ մեր վրա ընկան։ Այս տարածքում մարդիկ քնած էին, ժամը մոտավորապես երեկոյան 10 էր, նրանք տարածքը թիրախավորեցին 3 հրթիռով, տները ցնցվեցին, երեխաները լաց եղան, տարեցներն ու բոլորը։ Ավստրալիայի պահանջով մետան դեկտեմբերի 10-ից կարգելափակի Facebook-ը եւ Instagram-ը ավստրալացի դեռահասների համար։ Ավստրալիայում գրանցված է 13-ից 15 տարեկան մոտ 150,000 Facebook-ի եւ 350,000 Instagram-ի օգտատեր։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։